Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթացող հանդուրժողականություն եւ խտրականության դեմ պայքար խորագրով երկօրյա համաժողովին բախվել են հայկական եւ ադրբեջանական տեսակետները։ Համաժողովն անցկացվում է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի եւ ԵԱՀԿ այս տարվա ֆիննական նախագահության կողմից։ Միջոցառման ընթացքում սուր ելույթով հանդես է եկել Ադրբեջանի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմադ Շահիդովը։ Նա դժգոհել է հայ ներկայացուցիչների ելույթներից, դրանք որակելով որպես համակարգված հարձակում Ադրբեջանի դեմ։ Որպես 30 տարի օկուպացիայի տակ գտնվող երկրի ներկայացուցիչ, ես խստորեն դատապարտում եմ այս ռևանշիստական եւ ատելությամբ լի պատմությունները։ Շահիդովը կրկին հղում է արել Խոջալու եւ Բաղանի սայրումի վերաբերյալ ադրբեջանական կողմի վաղուց հերքված մեղադրանքներին եւ ավելացրել, թե իբր Հայաստանը ժողովրդագրական խնդիր ունի եւ այդ պատճառով են Արցախից հայերը իրենց լեզվով տեղափոխվում Հայաստան, այնինչ իրականում հողի վրա նրանք բռնի տեղահանվում եւ հայրենազրկվում էին։ Հայկական պատվիրակության անդամ հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը չնայած խոսելու սահմանափակ ժամանակին հասցրել է փոխանցել մի քանի կարևոր ուղերձ, որոնք ուղղված էին ադրբեջանական կողմի կեղծ թեզերին հակազդելուն։ Մեր հասարակության եւ երկրի համար խտրականության ամենասարսափելի եւ ողբերգական դրսեւորումները Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող ատելության քաղաքականությունն են, որը տարիների ընթացքում հանգեցրել է էթնիկ զտումների, վայրագությունների, սպանությունների, խոշտանգումների եւ այլ հանցագործությունների, որոնք կատարվել են լիակատար անպատժելիությամբ։ Աբրահամյանը հատկապես ընդգծել է այն ցինիզմը, որով ադրբեջանական կողմը փորձում է արդարացնել Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությունը, այն պարզապես տեղափոխություն անվանելով։ Այսպիսով այս հարթակն էլ մեկ անգամ ընդգծել է, որքան կարևոր է անգամ ոչ պետական մակարդակով քաղաքացիական հասարակության եւ միջազգային եւ ապաշտպան ֆորումների շրջանակներում հետեւողականորեն բարձրաձայնել մարդու իրավունքների կոպիտ խախտումները։ Հայկական պատվիրակության ուղերձը, որը հիմնված էր փաստերի եւ միջազգային իրավունքի վրա, հակադրվում էր ադրբեջանական կողմի քաղաքականացված ու մանիպուլատիվ հայտարարություններին։ Արցախի հայության բռնի տեղահանումը, էթնիկ զտման փաստերը եւ տարիներ շարունակ զարգացող ատելության պետական քաղաքականությունը չեն կարող լռության մատնվել։ Այդ հարցերը բարձրաձայնելը ոչ միայն հայկական, այլև համամարտկային շահ է։ Դիանա Կարապետյան, Reopen Media։